2 տարի առաջ ձեր ասուլիսներից մեկի ընթացքում դուք կանխատեսում եք արել, որ ՕԵԿ-ը խորհրդարանում այս գումարման ազգային ժողովում կլինի երկրորդ խմբակցության մեծությամբ։ Այս խորհրդարանի համար ինչ կարող եք կանխատեսել, ՕԵԿ-ը իսկապես այդպիսի պոտենցիալ ունի։ Ես չեմ կանխատեսել, որ ՕԵԿ-ը կլինի այն ժամանակ։ Ես ասել եմ, ինձ հարց էին տվել, որ Գալուստ Սահակյանը արել է հայտարարություն, որ ՕԵԿ-ը լինելու է երկրորդ տեղում, հավատում ենք թե ոչ։ Եվ ես բոլորը ասացին, որ չեն հավատում, որտեղ ՕԵԿ-ը ոչ մի հնարավորություն չունի։ Ես էլ համաձայնեցի, որ ոչ մի հնարավորություն չունի, բայց միևնույն ժամանակ ասացի, որ Գալուստ Սահակյանը չի ստել, որովհետև ուրեմն այդ գնում է այդ ուրեմն տրանսֆորմացիայի գործընթացը արևմուտքի պատրոնաժով եւ այդ պատրոնաժի շրջանակում տարբեր կուսակցությունների խողովակով նույնատիպ մարդիկ, ես նրանց անվանեցի պայմանական հարվարդյան տղաներ, նրանք գալու են իշխանության։ Այսինքն նրանք ասի տարբերություն մեր օլիգարխների անգլոխոս են, շատ ավելի այսպես Ինչի հաշվին են գալու իշխանության։ Ուրեմն այդ տրանսֆորմացիոն գործընթացը ունի տարբեր տեխնոլոգիաներ բերելու համար։ Օրինակ հիմա մենք տեսնում ենք, որ փաստորեն օլիգարխական համակարգը ծառայեցվում է ցուցակներով այդ մարդկանց անցկացնելու պարլամենտ։ Նրանք այսօր մեծ քանակով մտածեն գործադիր իշխանության մեջ, այդպիսի երիտասարդները շատ են։ Ինչ որ չափով գրագետ են, բայց սահմանափակ։ Ինչ որ չափով ուրեմն ինչ որ հմտություններ ունեն կամ ծանոթ են աշխարհի դրվածքին եւ այլ։ Բայց դա խիստ սահմանափակ է եւ ամենակարևորը, նրանք կրողն են փիլիսոփայության այդ մեռնող աշխարհի։ Արևմտյան քաղաքակրթությունը այսօր հեռանում է արդեն աշխարհից, նա իր պատմական ֆունկցիան կատարել է։ Ես խնդրում եմ չխառնել ուրեմն աշխարհակաղակական տեսակետից արևմուտքի հետ։ Ես նկատի ունեմ փիլիսոփայությունը, սպառողական հասարակություն, հարստության կուտակում այդ փիլիսոփայությունը մոլորակը կործանում է եւ մեծ դիմադրության է հիմա արդեն ուրեմն հանդիպում եւ վերանում է, հեռանում է։ Պարոն Մանուշյան, 2008 թվականին օրինաց երկիր կուսակցությունը խորհրդարան մտավ, քանի որ մեծ ժողովրդականություն էր վայելում որպես ընդդիմություն, եւ դրա հաշվին ձայների մեծ տոկոս հավաքեց։ Այս տարի ձեր նշած ինչ մեխանիզմներ պետք է կիրառի ՕԵԿ-ը, որ մտնի խորհրդարան։ Ուրեմն այսօր այն ուժերը, ովքեր մասնակցել են այս իրավիճակի ստեղծմանը, ըստ էության հեղինակություն չունեն։ Եվ հեղինակությունը նրանց զուտ մեխանիկական է խարսխված այդ օլիգարխական համակարգի հնարավորությունների վրա։ Եվ եթե ժողովուրդը չի մասնակցում ընտրություններին, այսինքն ասեմ այսպես, ժողովուրդը իր համար չի տեսնում այս ընտրությունները որպես կյանքը փոխելու գործիք։ Այդ դեպքում այդ օլիգարխական բոլոր հնարավորությունները աշխատում են եւ նույնիսկ նրանք կարող են պայմանավորվել թե ով ինչքան տոկոս եւ այլ եւ իրականացնեն այդ ուրեմն գործընթացը։ Հայտնի գործիքներով այդտեղ մեծ խնդրեմ չկա։ Իսկ եթե ժողովուրդը մտնի գործընթացի մեջ, ապա այդ դեպքում իհարկե լրիվ այլ արդյունքներ ենք ստանում։ Պարոն Մանուշյան, դուք ասուլիսի ընթացքում նշեցիք, որ օլիգարխների այս կամ այն ուժին հարելով կարելի է որոշել այդ ուժի կշիռը քաղաքական դաշտում ներկա։ Հիմա օլիգարխների այդ հարելու դրույթից ելնելով որ քաղաքական ուժն է ձեզ ամենամեծ կշիռ ունեցողը։ Դե իհարկե, եթե պայմանական կուսակցական սկզբունքով որոշենք, ապա հանրապետականը եւ Բարգավաճը։ Եվ կարելի է դրանից ենթադրել, որ իրենք մեծամասնություն կկազմեն խորհրդարանում։ Եթե փոփոխություն չեղավ, այդ փոփոխությունը ես ասացի ինչի է կապված։ Ժողովրդին մտցնելու որպես գործընթաց ես առաջարկեցի, որ երիտասարդությունը մտցնեն կուսակցական ցուցակներից մեկ, այսինքն մի կուսակցություն վերցնի երիտասարդական հեղափոխության ոնց որ պաշտպանությունը իր վրա։ Ապա եթե այդպիսի բան տեղի չունեցավ կամ նմանատիպ մի այլ բան, ժողովուրդը մնալու է դուրս եւ ապա ուրեմն խորհրդարանը ձևավորվելու է այդ սկզբունքով։ Իսկ եթե ՀԱԿ-ը օրինակ խորհրդարանում մեծամասնություն չնվաճեց եւ բացի այդ ընտրությունների կեղծ հայտարարեց, ինչպես հաճախ սպառնում են, որ ընտրությունների կեղծ հայտարարեն, այդ դեպքում ըստ ձեզ որը ճիշտ կլինի ՀԱԿ-ի կողմից մանդատները հանձնել, թե մնալ խորհրդարանում եւ խորհրդարանի ներսից պայքար շարունակել։
Գիտեք, այստեղ բավականին բարդ հարց եք տալիս, դա կոնկրետ իրավիճակից կախված կլինի։ Ես համարում եմ, որ հիմնական գործընթացը ինչ որ պետք է անել, դա 88-ի ավելի կատարյալ ձևի վերադարձնել հիմա Հայաստան։ Այսինքն մեզ մոտ կառավարման մի համակարգ է եղել 88-ին ձևավորված, որը մենք այսօր իրոք կարող ենք ձևակերպել, որտեղ մի կողմից կորուստ կա, ասենք թե ժողովրդի հոգեվիճակը եւ այլը, այն չի, չնայած 88-ն էլ երբ որ խոսում ենք 88-ի փետրվարից առաջ նույնպես շատ մեծ բարձր տրամադրություններ չէին։ Ինչ որ չափով անկումնային տրամադրություններ են։ Ուղղակի հիմա շատ ավելի ուժեղ են այդ անկումնային տրամադրությունները, բայց միևնույն է, ուրեմն ժողովուրդը մեծ սպասում է ունի։ Բայց առավելությունն էլ կայանում է նրանում, որ մենք ունենք շատ լավ կազմակերպված երիտասարդություն եւ մտավորականության այսպես լավ մտածող եւ առաջարկներ տվող համակարգեր։ Այսինքն դա կլինի նոր կառավարման համակարգը, երբ որ ժողովուրդը միավորված է, ամբողջականացված է եւ փաստորեն թելադրող է հանդիսանում բոլոր իշխանական համակարգերի, բոլոր կուսակցությունների համար։ Այսինքն 88 թվականին, բայց ժողովրդի համախմբումը բերեց իշխանությունը գրավելին եւ փաստորեն հեղափոխություն անելուն։ Այսինքն այս դեպքում այնքան էլ այդպես չէ։ Բանն այն է, որ հեղափոխությունը կայացավ հենց ժողովրդի հետ համախումբը արդեն ինքնստիկյան հեղափոխություն էր, որտեղ հեղափոխությունը դա ոչ թե իշխանության անձանց փոփոխությունն է, այլ արժե համակարգի եւ այդ թելադրող կետը տեղափոխվեց դեպի ժողովուրդ։ Եվ չի կարելի ասել, որ ասենք թե թելադրող կետը օրինակ Ղարաբաղ կոմիտեն էր, որտեղ տարբեր հարցերի ուղղությամբ տարբեր հեղինակություններ կային։ Ասենք թե լեզվի կրթության հարցերով զբաղվում էր մի մարդկանց խումբ, էկոլոգիա մյուսը, տնտեսությամբ երրորդը եւ այլը։ Եվ այս բոլորը էապես աշխատում էր իշխանության հետ տարբեր խողովակներով, իսկ եթե հանգած սուր հարցեր ցակում, որ իշխանության ինչ որ մի օղակ չի աշխատում, դա դառնում էր ընդհանուր ժողովրդի հավաքի քննարկման եւ քննադատության առարկա։ Եվ այս ամենը բավականին արդյունավետ գործող համակարգ էր։ Ես կարծում եմ, որ դա այդ մի քայլ է, որ առաջարկեցի, ՀԱԿ-ը դրանով ցույց կտա, որ չի կորցրել իր նպատակը, այսինքն այդ երիտասարդական տենց ցուցակ կազմելով, եւ շատ կարեւոր է, որ ոչ միայն ՀԱԿ-ի ներկայացուցիչ երիտասարդներից, այլ նաեւ ՀԱԿ-ից դուրս եւ անգամ ՀԱԿ-ին հակառակ մտածող, բայց եթե ուրեմն ազնիվ մտածող, գործող երիտասարդական խմբեր են, դրանց լիդերներին բոլորին գտնել այդ ցուցակում եւ սկսել պայքարը նոր Հայաստանի համար։